Հիշուսը կողքինիդ Ես հավատում եմ Աստծո խոսքին ու խոսքերին ես հավատում Ես հավատում եմ Աստծո Եվ նա ինչ ասեց Նա ասաց փրկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ ես Նա ասաց փրկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ ես Հալելույա Ու խոսքերին ես հավատում Ես հավատում եմ Աստծո խոսքին Ու խոսքերին ես հավատում Ես հավատում եմ Աստծո խոսքին Ու խոսքերին ես հավատում Ես հավատում եմ Աստծո խոսքին Ու խոսքերին ես հավատում Ես հավատում եմ Աստծո խոսքին Նա ասաց բժշկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ ես Նա ասաց բժշկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ ես Նա էլի չասե, կարող եք բարձրաձայն ասենք, կարող եք հռչակենք նրա խոսքը, ինչ ասե, ասերա մի վախեցի, հա, որովհետև ես քեզ հետ եմ, էլի չասե, ինչ համարներ եք ստացել այսօր դռան առաջ, կարող եք բարձրաձայն կարդալ Հալելույա, հալելույա, էլի չասե, ես միկրոֆոնը բերեմ կամ դուք ասեք Ինչ խոսք ասե Տերը քեզ Ասես որ ես հաղթել եմ աշխարհին Հալելույա, ինչ խոսք ասես Եվ կյանք Հիսուսը ճանապարհ դժվարություն եւ կյանք Հալելույա, հզոր խոսք ասե, չէ Տերը Ինչ խոսք ասե Տերը Նա մեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ կրակով Ամեն, հավատում ես, որ Հիսուսը քեզ կմկրտի Սուրբ Հոգու կրակով Ամեն, նա իր խոսքում ասես ամեն, եկեք միասին ասենք Նա ասաց փրկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ ես Նա ասաց մի վախեցիր Նա ասաց հզոր կանգիր Նա ասաց ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը Հավատում ես ներդում ես հետ ես մինչև աշխարհի վերջը Ափես Հիսուս Շնորհակալ եմ քեզանից այս հզոր առավոտվա համարներ Շնորհակալ եմ քեզանից քո խոսքի համարներ Մենք բռնում ենք պինդ քո խոսքը Տեր Եվ հասում ենք քո խոսքդ մեր սուրն է Եվ մենք հաղթած ենք Տեր Հիսուս քո անունով Այո Տեր քո բաժինն ենք Տեր Հիսուս Եվ դու տվել ես մեզ այդ հաղթությունը քո խոսքի միջոցով Տեր Հալելույա Դու ես Մեսիան ինձ սրբացնողը Արդարացնողը փրկողն ես խավարից Դու բարի հովիվն ես Տեր ողորմած Յոր ողորմոսն ես հոր գահի առաջ Դու ինձ գնողն ես քո սուրբ արյունով Եվ ինձ մկրտողն ես Սուրբ Հոգու կրակով Դու օձեր փրկիչն ես հարություն առած Դու Աստծո որդին ես դու շուտով կգաս Դու ես Մեսիան Ինձ սրբացնողը Արդարացնողը փրկողն ես խավարից Դու բարի հովիվն ես Տերը ողորմած Եվ իմ բարեխոսն ես հոր գահի առաջ Դու ինձ գնողն ես քո սուրբ
Դու շուտով կգաս Դեր քո մեծ սերը Դեր քո մեծ սերը Հավիճան թող ինձ հետ լինի Իմ հրկությունը Իմ սրբությունը Իմ ասած դու ես ինձ համար Եվ այս երկրում ես որտեղ եմ լինել Քո մեծ սերը դու չես կտրիզնից Քո բարությունը ուրախությունը հավիտյան թող ինձ հետ լինի Մեր Տերը հզոր և սուրբ է Եվ մենք պաշտում ենք այս հզոր և սուրբ Աստծուն Արժանի է որ իրան վայել փառաբանություն տա Որովհետև նա սուրբ սարի վրա կանգնած մեր սուրբ փառաբանությունն է ուզում ընդունել Մեր Տերը սուրբ է, հզոր ու սուրբ է Մեր Տերը սուրբ է Մեր Տերը սուրբ է, հզոր ու սուրբ է Մեր Տերը սուրբ է Մեր Տերը սուրբ է, հզոր ու սուրբ
Օրնությունը մեր Աստծուն է, որ գահին է բազմել, օրնությունը կառնուկին է, որ գահին է բազմել, փրկությունը մեր Աստծուն է, որ գահին է բազմել, օրնությունը կառնուկին է, որ գահին է բազմել, ամեն օրնություն, փառքի իմաստություն, զորություն և պատիվ, զորություն, կարողություն, մեր Աստծուն, հավիտյան Սավիտենից, ամեն օրնություն, փառքի իմաստություն, գոհություն և պատիվ, զորություն, կարողություն, մեր Աստծուն, հավիտյան Սավիտենից, Հրյաներ այսպես մի հատ ասացված կունեն Թալմուդում, որ մոտավորապես 613 հատ օրհնություն կա, որ ամեն հրյա պիտի ասի։ Եվ մի հատ ուրիշ ավանդույթ կա, որ յուրաքանչյուր հրյա օրը 100 անգամ պիտի օրհնանք ասի։ Բարախ բարը, բարախոտ են իրանք ասում, և մենք երգում ենք Բարուխ Ադոնայ, չէ, օրհնեցեք Տիրոջը։ Իրենք օրը 100 անգամ ամեն մի հրյա պետք է օրհներ։ Ուզեմ մի խոսք կարդամ, որ հենց դրա մասին է, որ բոլորս ծանոթ ենք այս խոսքի հետ, Թվոց 6-րդ գլուխ
24 խոսքը, որ շատ անգամ լսել եք, 23-ից եմ կարդում հարսանիքների մեջ։ Խոսիր Ահարոնի ու նրա որդկանց հետ եւ ասա. այսպես օրհնեցեք Իսրայելի որդերիներին, ասելով նրանց. Եհովան օրհնի քեզ, պահի քեզ, պայծառեցնի իր երեսը քեզ վրա, ողորմի քեզ, եւ Եհովան բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ։ Իմ անուն Իսրայելի որդկանց վրա պիտի դնեն եւ ես կօրհնեմ նրանց։ Ինչպես օրհնենք Աստծո ժողովրդին։ Մենք շատերս ծառայողներ ենք, եթե ոչ տան մայրեր ու հայրեր ենք։ Մենք մեր ընտանիքի քահանաներն ենք, սա քահանայական օրհնանք է։ Եվ կարիք ունեն մեր ընտանիքը, մեր հոգևոր ընտանիքը, որ օրհնությունը ստանան։ Երբեմն կարող է մենք ջղայնանալով օրհնության տեղը անեց կասենք։ Մի հովիվ պատմում էր, թե ինչպես իր երեխաների վրա միշտ վատ էր խոսած է։ Այս երբ եք ուզում մարդելնեք, այս երբ եք ուզում սենց անեք, այս դուք ինչ հոգևոր եք, ձեզնից ինչ բան ու անընդհատ այս բաները։ Ինքը մեծ եկեղեցու հովիվ էր Ամերիկայում եւ ես հենց իր ներկայությամբ եմ այդ պատգամը լսել, ասում եմ, երբ որ մի առավոտ Տեր ինձ բացեց, որ քիչ անիծի ընտանիքիդ ու եկեղեցուդ։ Եվ ասում եմ, ես երեխաներիցս ներողություն խնդրեցի։ Եվ տղայիս ասացի, որ տղա ջան, ներիր ինձ, ես այս տարիների մեջ մենակ քեզի անիծել եմ։ Հիմա ուզում եմ քեզ օրհնեմ ու տեսնել նրա դրսևորումը, նրա լացը եւ երկար պատմություն էր, որ ինքը պատմում էր։ Այսօր մենք ուզում ենք օրհնենք իրար, ամեն։ Այսօր ես ուզում եմ ձեզ օրհնեմ։ Եվ ուզում եմ դուք ինձ օրհնեք։ Այսօր ուզում ենք օրհնյալ մի օր լինի, որ բոլորս միմյանց օրհնել։ Երբ որ ասում ենք օրհնություն, գիտես ասում ենք օրհնյալ է Աստված, այսինքն ես հիանում եմ այն բոլոր օրհնություններով, որ ինքն ունի։ Երբ որ ասում եմ օրհնում եմ կամ ինքը օրհնում է, այսինքն իսկական բառի արմատը, բարախ բառը ծնկել բառն է, ծունկի գալ։ Այսինքն հարգանքով մի բան աղաչել, խնդրել եւ իր արմատի մեջ կա բարգավաճություն, պտղաբերություն, այսինքն երբ որ ես օրհնում եմ մեկին, իր վրա խոսում եմ բարգավաճում։ Եվ գիտեք, որ մեր լեզուն շատ ուժ ունի, ամեն։ Այդ օրհնություն բառը հաշվել են, որ մոտավորապես 624 անգամ տարբեր ձևերով օրհնյալ, օրհնեցեք, օրհնված, օրհնություն կրկնվել է Աստծո խոսքում։ Ու դրա համար ուզում ենք 6 օրհնություն կա քահանայական, որ Էջմիածնի թարգմանություն են վերջի խոսքը սկզբում է գրած, ասում է իմ անունը դրեք իմ ժողովրդի վրա եւ ես կօրհնեմ նրանց։ Գիտենք մենք շատ ենք ասում օրհնիր ինձ, չէ՞։ Ես մենք փոքր էինք, փողոցում հենց որ մի հատ քահանա ենք տեսնում, վազում ենք, օրհնյայի Տեր, ոնց որ անգիր ասեինք, եւ ինքը ասում էր Աստված օրհնի, ու մեր ուրախության չափ ու սահման չկար։ Շատ չէինք հասկանում, բայց այսօր ուզում ենք հասկանալով անենք։ Ամեն։ Դրա համար առաջի հռչակումը, որ քահանան պիտի աներ իր ժողովրդի վրա, եւ այս հռչակումը եզակի է։ Հայտնության առաջի գլխի 6-րդ համարում ասում է, որ մենք Աստված մեզ ինչ ա դրել, քահանաներ եւ թագավորներ։ Մենք բոլորս Աստծո մեջ քահանայություն ունենք։ Եվ մենք կարող ենք այսօր իրար օրհնենք։ Հայրեր, որպես տանը հայր, այսօր ուզում եմ ձեր զավակներին օրհնենք։ Եվ ուզում ենք օրհնություն տանք, եւ առաջի օրհնությունը սա է, որ ասում է, որ Տերը օրհնի քեզ։ Կարող ենք բարձր ասենք, Տերը օրհնի քեզ։ Հիմա դա կողքինիդ ասա, Տերը օրհնի քեզ։ Այս հիանալի հռչակում է, ուրիշ բաներ մի հարցրեք։ Միայն ասեք օրհնի քեզ։ Մաղաքիայի 2-րդ գլխի 7-րդ խոսքում գրված է, որ քահանայի շրթերը պետք է օրհնություն խոսեն։ Քահանայի շրթերից հանճար եւ իմաստություն պիտի բխի, եւ մենք կարիք ունենք հիմա իրար շատ օրհնենք։ Պատկերացրեք մեկին երկար ժամանակ ժողովում չեք տեսել, փոխարեն ասեք, «Էս ուր է, այսքան ժամանակ», ասես, «Օրհնում ենք քո գալը Տիրոջ տան մեջ», ամեն, օրհնում եմ քեզ։ Եվ զարմանալի է, որ ասում է ժողովրդին օրհնեք, բայց եզակի է գործածում, Տերը օրհնի քեզ։ Ամեն մի անձի պիտի օրհնել։ Եվ այս գեղեցիկ օրհնությունը այսօր մեզ համար է, որ մենք էլ կարողանանք դրանից օրհնվենք։
Ինչպես ասեցի, բարախ բառը, երբ որ ծննդոց գրքում առաջի գլխի 28-րդ խոսքում, երբ որ Ադամն ու Եվան ստեղծվում են եւ Տերը իր նման էր նրանց ստեղծե, իրենց ասում է, որ բազմացեք, շատացեք եւ իշխեք։ Հետաքրքիր է, եւ ասում Աստված օրհնեց իրանց եւ ասեց բազմացեք, շատացեք եւ իշխեք։ Աստվածային օրհնությունը մեզ տալիս է բազմացում ու բարգավաճում, ամեն։ Եվ երբ որ մենք իրար վրա խոսում ենք, այդ խոսքը մի հատ աղոթքի նման ու զորություն ունի, որ քո կյանքը օրհնված լինի։ Շատերը լինում է դրան մտածում են, ով եւ մի հատ ինձ օրհնի գնամ։ Երբեմն ես կարծում եմ դա շատ փոքր սովորական բան է, բայց հավատում եմ, երբ դու հավատում ես, ես էլ հավատում եմ, ամեն մի խոսք ինձ այդպես իզուր չի լինի, ամեն, դե բոլորս դրան կարիք ունենք։ Եվ երբ որ այս քահանայական օրհնությունը լինում էր ամպուկրակներ ամբողջ Իսրայելի վրա, նրա հրաշքներն էին Իսրայելի մեջ եւ նույնը քո կյանքի մեջ կլինեն, երբ որ դու սկսես օրհնել քո ընտանիքը, օրհնել քո ժողովուրդը։ Գիտեք, մենք շատ անգամ նոր ենք եկել Հայաստան եւ երբ որ գալստական եկեղեցում ենք, մի բան ենք տալիս մեկին, դե մենք սովորենք, ասենք շնորհակալություն, բայց երեխաներին սովորացնել են, ասում են Աստված օրհնի քեզ։ Մենք մտածում ենք դա կրոնավորություն է արդեն, բայց այսօր իմանում եմ, որ դա իսկական շնորհակալություն, օրհնությունն է, որ մենք կարող ենք իրար ասենք։ Գիտեք, երբ որ մեկը մեկից նեղանում է, ասում է Տերը օրհնի քեզ։ Այդ ձև չէ, դա արդեն ուրիշ բան է, բայց մենք ուզում ենք իսկական օրհնություն տանք այսօր իրար, ինչպես Աստված Ադամ Եվային օրհնեց, դե իրան նման էինք ստեղծել։ Մենք էլ այսօր ուզում ենք Աստծո ժողովրդին օրհնենք, ամեն։ Նոյը անիծեց քամին, իր տղային, որտեվ հորը խայտարակել էր, բայց օրհնեց հապետին, որ մենք հապետի սերնդից ենք, ամեն, եւ Սեմին, որ հրյաներ եւ մի շարք ազգեր նրա սերնդից են, եւ այդ երկու սերունդները օրհնված եղան։ Սիրներ, երբեմն մենք հենց ասում ենք օրհնիր, երբեմն դրա հետ օրհնյալ խոսքեր ենք ասում իրար վրա ու մեր զավակների վրա։ Աշխարհում անեծք բավական կա, թթու խոսքեր բավական լսում եք, լուրերի մեջ լսում եք, ամենտեղ լսում եք, կարող է մանկությունից լսել եք սխալմամբ, բայց այսօր օրհնության ժամանակն է, ամեն։ Տեսել եք միշտ ամուսնության ժամանակից ծնողներին եմ կանչում, ասում եմ, առաջ դուք ձեր երեխաներին օրհնեք, հետո մենք օրհնենք, ամեն։ Երբ որ օրհնենք, այսինքն ցանկանում ենք Աստծո ամենաբարիքը, երբ որ օրհնում ենք, այսինքն հռչակում ենք բարգավաճում, բազմացում, իշխանություն, հարստություն, եւ դու այսօր կարող ես օրհնես։ Երբ որ մենք ասում ենք մեկը օրհնյալ մարդ է, ում ենք ասում ես, ինչ օրհնված մարդ է, տեսնում ենք իր կյանքի մեջ ամեն ինչը լի ու առատ է։ Այո, հաջողվում է։ Երբեմն էլ կարող է պարուր եղբայր ջան, անհաջողության մեջ լինենք, բայց օրհնված լինենք, ամեն, բայց հրաշալի կլինի, որ թե օրհնված լինենք, թե հաջողված։ Ամեն, ամեն։ Հիսուսի մասին գրված է, որ երբ որ երկինք էր գնում իր աշակերտներին օրհնեց։ Ինչ հրաշալի էր, չէ՞, Հիսուսը օրհնեց աշակերտներին։ Եվ դա նրանց պահեց մինչև Սուրբ Հոգու գալը։ Դա կարդում ենք Ղուկասի ավետարան 24-ի 50-ում, Մարկոսի 10-ի 16-ում ասում է, նա երեխաներին օրհնեց։ Այսինքն ինչ արավ։ Իրանց վրա բարիքներ հռչակեց, իրանց վերցրեց եւ իր աստվածային ստվերով իրենց ծածկեց։ Այսօր մենք լիային ենք օրհնում, ամեն, եւ Տերն ուզում է, որ մենք օրհնյալ մարդիկ օրհնողներ լինենք։ Մեր երկիրը օրհնանքի կարիք ունի, ամեն։ Սա եզակի հռչակում է, բայց ես ու դու կարիք ունենք մեր ազգի վրա, Տեր օրհնիր Հայաստանը, կարող ենք բարձր ասենք, Տեր օրհնիր Հայաստանը, Տեր օրհնիր Երևանը, եւ ես ուզում եմ մեզանից օրհնություն բխի, ամեն, մեր երկրի, մեր քաղաքի համար, որտեղ մենք օրհնյալ Աստծո զավակներ ենք։ Մարկոսի 6:4-ում գրված է, որ նա օրհնեց հացը, այսինքն ինչ արավ հացը։ Բազմացրեց հացը։ Տերը թող օրհնի ձեր տան հացը, ամեն, աղն ու հացը։ Երբ որ մենք սեղանի վրա ենք նստում, շնորհակալություն ենք հայտնում, ասում ենք Տեր օրհնիր այս սեղանը, դա ոչ թե սովորության նման մի բան է, այլ հավատում ենք, որ մեր աղոթքը այդ տան Տիրոջ բարգավաճման ու օրհնանքի առիթ կլինի, ամեն։ Ուրեմն Հիսուսը ում որ օրհնում էր, կամ բժշկվում էին, ազատագրվում էին եւ նորոգվում էին։ Եվ երբ որ մենք ասում ենք Աստված օրհնի քեզ, իմանում ենք, որ
ես հռչակում եմ իմ քրոջ ու եղբոր վրա երկնային օրհնություն։ Եվ սա առաջի հռչակումն է, որ Տերը քահանաներին ասում է արեք ձեր զավակների վրա, արեք Աստծո զավակների վրա։ Ուրեմն եկեք բոլորս իսկապես իրար օրհնենք, ամեն։ Կարող ենք մեկ պահ ոտքի կանգնենք եւ իրար վրա օրհնություն հռչակենք, ամեն։ Հալելույա։ Իրար օրհնենք սիրելիներ, Աստծո ծառաներ օրհնենք իրար։ Ասենք Աստված օրհնի քեզ, Աստված օրհնի քեզ, Աստված օրհնի քեզ։ Աստծո օրհնությունները քո վրա եմ հռչակում։ Լավարդ ջան, օրհնիր մեզ։ Ամեն։ Հալելույա, իրար անունով, Արո ջան, Աստված օրհնի քեզ, Սուրեն եղբայր ջան, Աստված օրհնի քեզ, Արտյոմ ջան, Աստված օրհնի քեզ, քույրեր եղբայրներ, օրհնենք իրար, եւ օրհնություն հռչակի քո զավակների վրա, քո տանը վրա, քո ամուսնու վրա, քո ընտանիքի վրա, քո կնոջ վրա, Տեր օրհնում եմ իմ տունս։ Դավիթը գնաց, որ իր տունը օրհներ, ուխտի տապանակով, ու Տեր մենք օրհնանք ենք խոսում, հալելույա։ Փառքես Տեր, եկեք մեր ձեռքերը տարածենք եւ ամբողջ եկեղեցում իրար վրա օրհնություն խոսենք։ Տիրոջ օրհնությունն ենք խոսում այս տան վրա։ Տիրոջ օրհնությունն ենք խոսում մեր երկրի ու մեր քաղաքի վրա։ Եվ ամեն մեկս իրար ասում ենք. Աստված օրհնի քեզ։ Հալելույա։ Փառքես Տեր։ Ամեն։ Ամեն։ Կարող եք նստել։ Հալելույա։ Այո, ծափերով էլ օրհնում ենք Աստծուն։ Ամեն։ Ինչ լավ է, որ մենք իրար վրա օրհնություն ենք խոսում։ Ամեն, եւ մեր լեզուն սկսում է օրհնել, եւ այդ օրհնությունը մեզ է հետ գալիս։ Հիսուս ասում էր, երբ որ մի հատ տուն եք մտնում, այդ բարևեք եւ խաղաղություն ասեք, վերջում դրան գասնենք։ Եթե ընդունեցին, եթե չէ, դեզ է վերադառնում։ Ամեն։ Ուրեմն ինչ որ օրհնում ես, քեզ է վերադառնում։ Իսկ երկրորդ աղոթքը, որ ասում է, բացի այն որ ասում է Աստված օրհնի քեզ, Տեր օրհնի քեզ, երկրորդ բանը, որ քահանաները հռչակում էին ամեն մի անհատի վրա, որ գալիս էր զոհաբերություն աներ կամ գալիս էր Աստծո տունը, ասում էին Աստված պահի քեզ։ Ինչ հրաշալի բան է, կարող շատ պարզ բան է, չէ, ես էլ տարիներ ասել եմ, բայց ոնց որ նոր է բացվում մեզ համար, որ սա ինչ հրաշալի աղոթք ու օրհնություն է։ Իհարկե, այս թղթերը հիմա տպած բոլորիդ կբաժանեն սիրելներ, որ դուք էլ շատ դժվարություն չունենաք նայելու։ Մի բաներ կա, ես ստավել եմ ասում, ընդ գրած չի, բայց ամենայն դեպս ձեզ կտանք ունենաք։ Տերը մեզ դրել է, որ պահպանենք Աստծո ժողովրդին, ամեն։ Եվ ամեն մի հովիվ, ամեն մի ծառայող պատասխանատու այն խմբին, այն ծառայության, որ իրեն տվել են։ Եվ պատասխանատու ոչ միայն նրանց մի կերպ պահի, այլ պատասխանատու նրանց ամեն մեկին ասի. Աստված պահի քեզ։ Տերը պահի քեզ։ Ծննդոց 2-րդ գլխի 15 խոսքում գրված է, որ Աստված Ադամին ստեղծեց եւ դրեց պարտեզի մեջ, որ պարտեզի գործ անի եւ նրան ինչ անի, պահպանի։ Աստծո հենց բնավորության մեջ եւ իր գործերից ամենամեկը տիեզերքի պահպանումն է։ Ամեն, իր զորքերի հրեշտակների հետ։ Մեր էլի ասեմ առաքելական եկեղեցում, երբ որ մի կուսակրոնի կամ հատկապես եպիսկոպոսի ասում ես բարև չենք ասում, պրիվետ չենք ասում, ասում ենք Աստված օգնական, ինք ասում է Աստված պահապան։ Եվ սա եղել է հին օրհնություն եկեղեցիների մեջ։ Գիտեք պարսկերենում ցտեսություն բառն ինչ է։ Աստված պահապան։ Այսինքն ամեն մի պարսիկ, երբ որ ուզում է հրաժեշտ իր անկերոջ, ասում է Աստված պահապան։ Ինչ լավ լեզու է, չէ՞։ Դեն Աստծո բառը հրաժեշտի մեջ կա, խաղաղություն բառը բարևի մեջ կա։ Դե մենք ուրիշ բաներ ենք ասում, քիչ ենք ասում Տերը քեզ հետ, չէ՞, շատ քիչ ենք գործածում։ Ցտեսություն, տեսնվենք, չէ՞, ասենց բաներ ենք ասում, բայց այդ մշակույթի մեջ այդ Աստծո պահպանությունը կա։ Եվ այսօր ես ձեր վրա հռչակեմ, որ Աստված պահի ձեզ։ Սա ցույց է տալի, որ
իսկական պահող Աստված է։ Ամեն։ Եվ սա Իսրայելին հիշեցնում էր, որ քեզ պահողը Տերն է։ Ճիշտ է դու աշխատում ես, ճիշտ է դու ուժեղ ես, ճիշտ է դու գործում ես, ճիշտ է դու պատերազմում ես, ճիշտ է զինվորներ ունես, քո սահմանները պահում են, բայց Աստված պահի քեզ։ Ինչ լավ է, որ մեր բանակի վրա արճակենք, չէ, Աստված պահի ձեզ։ Ամեն։ Եվ ամեն մեկի վրա, որ Աստված քեզ պահի, կարող են հարցները կեսուրներին ասեն, Աստված պահի քեզ։ Ամեն։ Ամեն։ Մեկ դժվար է։ Այո։ Ամեն։ Կեսուրներին հարցային ասեն, քեզ էլ պահի։ Տղիս ավելի շատ պահի։ Սա գերազանց աղոթք է սիրելիներու հռչակում, որ քահանաները պահպանություն հռչակեն Աստծո ժողովրդի վրա։ Հիսուս ինքը երբ որ աղոթում է Հովանու 17-րդ գլխում, այսպես է ասում. Ով Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունովը։ Հետաքրքիր է, Հիսուսն էլ աշակերտների համար նման աղոթք անում, պահիր իրանց Տեր։ Եվ մենք պիտի այդ Աստծո գերազանց պահպանությունը հասկանանք։ Մենք մեր ուժերով չենք կարող մարդկանց պահենք, պիտի Տերը պահի, բայց մենք պիտի իրանց վրա աղոթենք եւ հռչակենք, որ Աստված քեզ պահի։ Ու երբ որ մենք ասում ենք դա ոչ թե սովորաբար մի խոսք լինի, ասենք մեր կան հարևաններ, դե իմանում են հավատացյալ ենք, մեզ որ տեսնում են, ասում են, այո, փառք Աստծո, լավ ենք, ուղղակի երբ որ ինձ են տեսնում, տենց են ասում։ Կամ Աստված պահի ձեզ, Աստված պահի ձեզ, գիտեմ մենք սիրում ենք այդ բառերը։ Մենք ոչ թե պիտի պատահական կամ քաղաքավարության համար այս բառը ասենք, այս սրտանց։ Հիսուս ինքն էր նրանց պահում։ Եվ ասում է, երբ որ ես աշխարհում էի նրանց հետ էի, դա 12 խոսքում է։ Ես պահում էի նրանց քո անունով, որ տվիր ինձ, պահեցի ու նրանցից մեկը չկորավ։ Մեկը ասում է, բացի կորստյան որդի։ Հիսուսը ինքը այդ պահպանության ծառայությունն անում եւ ինքը պահում է։ Եվ ես ու դու պիտի այդ հռչակումը անենք, որ Տերը պահի քեզ։ Ինքը ասում է, որ ես պահեցի բոլորին։ Ինքը մեր պահողն ու պահպանողն է։ Եվ հետո ինքը նորից հռչակում ասում է, Պետրոսին ասում, Ղուկասի 22-րդ գլխում 31 ու 32 խոսքերում, ով է հիշում, Տերը Պետրոսին ինչ ասեց, ես քեզ համար աղոթք արեցի, որ սատանան քեզ չմաղի, որ քո հավատքը ինչ հրի պահպանվի։ Նա աղոթքով նրա պահպանության համար աղոթեց։ Հիսուս աշակերտների վրա հռչակում էր եւ անում էր այդ պահպանությունը։ Եվ մենք իսկապես մեր տան վրա, մեր զավակների վրա հռչակենք. Տերը պահի քեզ։ Ամեն։ Տերը պահի քեզ։ Մենք գուցե երեխեքի ձեռը ջղայնանանք, ասենք, այ Տերը քեզ ապաշխարության բերի։ Դա էլ է օրհնություն, բայց լավ կլինի ասենք Տերը պահի քեզ։ Ամեն։ Կարող ես կողքինիդ ասես. Տերը պահի քեզ։ Տերը պահի քեզ։ Երբ ասում ենք Տերը պահի, այսինքն տանի մի տեղ պահի չգտնեն, թե միտքն է դա որ քեզ պաշտպանի, ամեն։ Իրա թևերի տակ քեզ պաշտպանի։ Դավիթը 57 Սաղմոսի առաջի խոսքում ասում է, որ ես քո թևերի շուքի տակ կթաքնվեմ, մինչև այս որոգայթը անցնի։ Ինքը գիտեր Աստծո պահպանությունը, ու սա սիրուն հռչակում է, որ մենք կարող ենք Աստծո տան եւ Աստծո զավակների վրա անենք։ Հիսուսն ասեց. Ես չեմ աղաչում, որ այս աշխարհքից նրանց վեր առնես, այլ որ նրանց պահես չարիցը։ Մեզ մի տար փորձության, այլ պահի ազատիր։ Հիսուս ասում է, ես աղոթում եմ եւ հռչակում եմ, եւ պետք է որ այսօր ես ու դու էլ աղոթենք ու հռչակենք։ Ամեն։ Տեր պահիր։ Ամեն։ Շնորհակալ ենք Տեր, որ դու ես պահողը։ Ծննդոց 4-րդ գլխի 9 խոսքում, երբ որ Կայան իր եղբոր սպանում, Տերն ասում է, ուր է եղբայրդ, ասում թե ես իմ եղբոր պահապանն եմ։ Իր սխալն է Տեր, որ չգիտեր, որ ինքը պահապան է։ Մենք ամեն մեկս մյուսի պահապանն ենք։ Ոչ թե խառնվելու իր կյանքի մեջ, այլ իրան օգնելու եւ իր վրա պահպանություն հռչակելու։ Ամեն։
Մենք ամեն մեկս կարող ենք հրճակենք եւ այս աղոթքը այսօրվանից գրենք մեր տան մեջ կպցնենք եւ ամեն օր օրհնենք մեր երեխաներին այսպես, որ Աստված պահի քեզ։ Եթե ծառաներ եք, խմբեր ունեք, ձեր խմբի անդամների վրա հրճակեք, Աստված պահի քեզ։ Առաջին Պետրոս 5-րդ գլխի 1-2 խոսքերում գրված է, որ Աստված մեզ վերակացու, չէ, եւ պահապան դրեց իր հոտի համար։ Պետրոս Արաքյանն է հորդորում։ Եվ ամեն մեկս այդպես պահող ենք։ 34 Սաղմոս 7 խոսքում ասում է Տիրոջ հրեշտակը բանակ է տալիս իր վախեցողների շուրջը եւ նրանց ազատում է։ Հիմա թող այդ պահպանությունը հրճակենք։ Սաղմոս 91-ի առաջի խոսքը բոլորս հիշում ենք, չէ՞, որ մենք ամենակարողի շուքի տակ ենք բնակվում ու հանգստանում, իր պահպանության տակ, բայց իրար վրա հրճակենք, չէ՞ ման միշքան ենք միմյանց վրա դա հրճակում, միշքան ենք վատ բաներ հրճակում, թող Տերը պահի քեզ, երբ որ Աստված քեզ պահի, չես կորի, երբ որ Աստված քեզ պահի, չես հիվանդանա, երբ որ Աստված քեզ պահի, քո կյանքում հարձակումներ չի լինի, եկեք իրար վրա հրճակենք այդ Աստծո պահպանությունը, ամեն, եւ երբ որ սա հրճակում ենք ամեն Աստծո զավակին օրհնենք ու ասենք Աստված պահի քեզ եւ Աստծո պաշտպանությունը քո վրա լինի։ Կարող ենք նորից աղոթենք միասին։ Կարող ես քո դեմի նստածողին, կարող ես քո մեջքիդ հետևը նստածողին, ձեռքը բռնես, ձեռք տնես ուսին, Աստված պահի քեզ։ Հովանես եղբայր ջան, Աստված պահի քեզ։ Լիդա քուր ջան, Աստված պահի քեզ։ Կարինե ջան, Աստված պահի քեզ։ Անդո ջան, Աստված պահի քեզ։ Ամեն, ամեն։ Գոհար, Աստված պահի քեզ։ Թամար քուր ջան, Աստված պահի քեզ։ Արմեն ջան, Աստված պահի քեզ։ Հալելույա, հալելույա։ Աստված քեզ պահի։ Եվ Աստված պահի, պահպանություն հրճակի քո տանը վրա, քո ընտանիքների վրա։ Տղերք, որ են վերջը ծիծաղում եք, Աստված պահի ձեզ։ Ամբողջ քարոզի ժամանակ։ Ամեն, ամեն, իրար վրա հրճակեք, նվարդ քուր ջան, Աստված պահի քեզ, երեխեք ջան, Աստված պահի ձեզ, հալելույա, այս հիանալի օրհնությունը, ինքը ասում է, չի ասում աղոթեք պահի, ասում է, այսպես օրհնեք իմ ժողովրդին, Կարինե ջան, Աստված պահի Արտակին, ամեն, ուրախացա ասավ ամեն, Արտակ ջան, եթե նայում ես, մենք ասում ենք Աստված պահի քեզ, Էսա Facebook-ով կգրի, մերսի։ Վերջինեին ենք ասում, որ միշտ նայում Աստված պահի քեզ։ Շատ հեռավորներին ենք ասում։ Աստված պահի քեզ։ Ամեն, ամեն, ամեն։ Շնորհակալ ենք Տեր, դու իմ պահապան ես։ Ամեն։ Տերն իմ պահապանն է, միշտ արթուն հավատարիմ, Տերն իմ պահապանն է, Տարտուն հավատան Ասենք քո պահապանն է Տերապանն է Տարտուն հավատարին Տերի պահապանն է Տարտուն հավատան Մի անգամ է Տերն իմ պահապանն է Պահապանն է Այսօր Տերը մեզ բոլորիս տվել այս ծառայությունը, որ օրհնենք միմյանց, ամեն, եւ քո խոսքը ուժ ունի, երբ որ Սուրբ Հոգով մարդուն ասում ես Աստված պահի քեզ։ Հիմա կողքինիդ կարող ես այնպես ասես, որ ինքը փշակաղվի։ Աստված պահի քեզ։ Ամեն։ Երբ որ օծությունով ասես, դա հաստատ կլինի, ամեն։ Հալելույա։ Սա օրհնություն է, սիրելիներ, եւ երբ որ օրհնություն կա, ուրախություն կա։ Եվ մեր աշխարհը այս օրհնության պետք ունեն, մեր հարևանները այս օրհնության պետք ունեն։ Երբ որ գնում եք խանութ մի բան առնելու, այդ վաճառողուհին վաճառող օրհնության պետք ունի։ Շուկայում օրհնության պետք ունեն, մեր երկիր օրհնության պետք ունի։ Մեր իշխանությունը օրհնության պետք ունի, ամեն։ Այնքան փնովում են բոլորը, ոչ ոք չի օրհնում։ Հիշում եմ մի անգամ մի ոստիկան մեզ պահել էր արտակեց, սկսեցինք զրուցել, խոսել, աղոթեցինք իրենց համար, այնքան ուրախացած Երանի միշտ ձեր նման մարդիկ պահեմ, հավես ա ձեզ պահելը,
Ինչի համար որտեղ մենք իրենց օրհնեցինք, չանիծեցինք։ Ամեն։ Մենք օրհնենք եւ ասենք Աստված պահի քեզ, ուրեմն Աստված օրհնի քեզ, չէ, առաջին, երկրորդ Աստված պահի քեզ եւ հիմա երրորդ օրհնությունը սա է, Աստված պայծառեցնի իր երեսը քեզ վրա։ Սա էլ վերջն արդեն, չէ։ Աստված պայծառեցնի իր երեսը, կողքենիդ ասա, Աստված պայծառեցնի իր երեսը քեզ վրա։ Արդեն ոչ մի բան պետք չի, չէ՞, կարծես սա հերիք է մեզ, որ այսպես օրհնենք միմյանց։ Շատ սիրուն խոսք է։ Գիտեք, այս խոսքի, եթե ռուսերենով կարդաք, որոշ ուրիշ լեզուներով, այսպես ասում, որ թող Աստված իր երեսը քեզ ցույց տա։ Երբ որ ասում է պայծառեցնի, այսինքն իր երեսի լույսից կպնի քեզ։ Այսինքն Աստծո երեսը դու տեսնես։ Գուցե մտածենք ոնց կլինի Աստծո երեսը տեսնենք։ Մենք Հիսուս Քրիստոսի միջոցով տեսանք Աստծո երես։ Ամեն։ Հիսուս Աստված էր, որ մարմին հագավ, բնակվեց մեր մեջ։ Եվ երբ որ ասում ենք Աստված երեսը ցույց տա, սա ամենահիանալին է։ Որ Մովսեսը խնդրեց. Տեր, քո փառքը ինձ ցույց կտաս։ Տերն ասեց. Իմ երեսը քեզ հետ կգա եւ ես քեզ կհանգստացնեմ։ Երբ որ մեկի վրա հռչակում ենք, որ Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա, ավելի ճիշտ մենք իր վրա հանգիստ ենք խոսում։ Կապ չունի ով ենք, ինչ ենք։ Կապ չունի ինչքան լավն ենք կամ վատն ենք։ Տեր ուզում է իր երեսը ցույց տա ինձ ու քեզ։ Տերն ուզում է իր երեսը պայծառեցնի ինձ եւ քեզ վրա։ Եվ այս դա կարիք ունեմ։ Այսպես խոսք ունենք, չէ՞, ասում է Չթողնես այն երեսը սերևահա, մենք շատ ենք այն երեսը ցույց տալիս, բայց Աստված այն երես չունի, ինքը մի երես ունի, բարության ու օրհնության երես։ Ինչքան իրան նեղացնենք, որ այն մյուս երեսը ցույց տա, բայց մենք կարիք ունենք այդ լույսին, որ Տերը այդ լույսը մեզ ցույց տա։ Երբ որ մենք մեր ժողովրդին, Աստծո ժողովրդին, մեր ընտանիքին հռչակում ենք, ասում ենք Աստված թող իր երեսը քեզ ցույց տա։ Այո, չծածկի իր երեսը, ցույց տա քեզ իր երեսը։ Մովսեսը այնքան մոտեցավ Տիրոսը, Ելից գլխի 34 գլխում ասում է 29 ու 33 խոսքերում, որ երբ որ Մովսեսի դեմքը փայլում էր, չկարողացան ժողովուրդը դա տեսնել։ Ծածկեցին։ Պողոս առաքյալը հետագայում գրում է Կորինթացիներին, ասում է. դեռ այդ քողը իրանց աչքերին է, որտեղ իրանք այդ լույսը չկարողացան տանել։ Դեք ամեն մարդ էլ չի սիրում, որ Աստծուց լուսավորվի։ Ամեն մարդ էլ չի սիրում, որ շատ կլինի։ Կարող է խամով ընկնեմ, չդիմանամ, կարող է չհասկանամ, մի քիչ իմ համար շատ է, բայց մենք հռչակենք, որ թող Աստված իր երեսը քեզ ցույց տա։ Աստված իր երեսը պայծառեցնի իմ երեխեքի վրա, ամեն, եւ քո երեխաների վրա։ Հակոբի կյանքի մեջ մի հատ մեծ փոփոխություն եղավ։ Հակոբը 20 տարի էր եղբորից խռով հեռացել էր։ Եկավ հասավ մի տեղ, որ պետք է Տիրոջը հանդիպեր, լսեց եղբայրը հետևից է, վախերի մեջ տառապում էր։ Եվ գիշերը մենակ մնաց, եւ այդ մենակության ժամանակ հանդիպեց Աստծո հրեշտակին։ Այդ մաքարման ու այդ պատերազմի մեջ ասա օրհնիր ինձ, եթե ինձ չօրհնես, ես քեզ չեմ թողնի։ Եվ ինքան ստիպեց միջով հրեշտակը իր ոտքից բռնեց եւ ինքը կաղելով, ցավ ուներ իր ոտքի վրա միջով կյանքի վերջ, բայց օրհնությունը առավ։ Հետո այդ գիշեր Տեր իր անունը փոխեց։ Այսուհետև դու Հակոբ չես, այլ Իսրայել ես։ Եվ Հակոբը տեղի անունով է հիշում ինչ դրեց։ Փանուել, սիրուն անուն է, չէ՞։ Իչոմաստը Փանուել չենք ընծայի, շուտ արեք։ Հովհաննես եղբայրը ասեց, որ այս տարի ծայումների տարի լինի, արի ու տես։ Մեծ օրհնություն ունենանք։ Փանուել այսինքն Աստծո երես։ Այդ տեղում Հակոբ ասում է, Աստծուն տեսա, հանդիպեցի, անունս փոխվեց, միտքս փոխվեց, սիրտս փոխվեց։ Գիտեք, շատ անգամ չենք իմանում մարդու համար ինչ աղոթենք, ինչ օրհնենք։ Ոնե կարող ենք այս աղոթք անենք, որ
թող Աստված իր երեսը քեզ ցույց տա, ձեր քեզ երիկա։ Դա քեզ բավական է արդեն։ Եվ Հակոբը տեղի անուն դրեց Աստծո երես Փանուհել, որտեղ երբ որ Աստծո երեսը գալիս է, մենք փոխվում ենք, մենք հաշտվում ենք ուրիշների հետ, խռով չենք մնում։ Եթե մեկը խռովություն ունի իր ներսը մեկի հետ, դեռ Աստծո երեսը չի տեսել, կամ Աստծո երեսը դեռ չի փայլել իր վրա։ Մի թեթև լուսավորվել է, բայց այսօր թույլ տուր ասա Տեր, հենց ինձ վրա էլ է մրճակով, թող քո երեսը պայծառանա ինձ վրա։ Ամեն։ Ես կարիք ունեմ, որ քո դեմքը ինձ ցույց տաս։ Ուրեմն մենք արժանի ենք մեր տան վրա, մեր երեխաների վրա, այն մարդիկ, որ իրենց ծառայում ենք, դրանց վրա հրճակենք ու ասենք, Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա։ Եվ ամեն մի հովիվ, ամեն մի ծառայող կարիք ունի սա անելու, որ մեր ժողովուրդը փայլե, ամեն, որտեղ մենք մարդկանց դեմքից շատ անգամ կարողանում ենք հասկանալ ինքը Քրիստոսի փայլի մեջ է թե չէ։ Մեր դեմքը մեր անձնագիրն է։ Հայելին ավելի ճիշտ։ Նայում ենք, ասում ենք, նայ, մի քիչ մութ ես։ Ճիշտ ասած, ածուխ գնացի առնելու, մի քիչ կսվեց վրես, մրվեցի։ Չէ, ներսիցը ներսի մութ է։ Դրա համար եթե այսօր դու զգում ես մեկը կարիք ունի, թող Տերը փայլեցնի, պայծառեցնի իր երեսը այդ անձի վրա, ու դու կարող ես օրհնես, թող Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա։ Հիսուս իր աշակերտներին տարավ այլակերպության լեռը։ Եվ այնտեղում ինքը այլակերպվեց, լուսավորվեց, փայլ, եւ աշակերտներն էլ այդ փայլից հիացան։ Եվ հետո ամպիչավ, հոր ձայնը եկավ, մի հրաշալի բան կատարվեց այնտեղ, որովհետեւ այդ պայծառ դեմքը իրենք տեսան։ Ես հավատում եմ, որ գուցե դու ասում ես, չէ, մի նախադասություն մի ասի ինձ, ձեռքը դիմ գլխին, մի քիչ պինդ սեղմի, գոնե 10 րոպե պիտի աղոտ կանես, որ ես փոխվեմ։ Չէ, սիրելիս, հենց մի նախադասություն ասա, Աստված իր երեսը պայծառեցնի քո վրա։ Ամեն, նարը Աստված իր երեսը պայծառեցնի քո վրա։ Ամեն։ Ամեն մեկս ազատուի քույր Աստված իր երեսը պայծառեցնի։ Անահիտ Ռոբերտ Աստված իր երեսը պայծառեցնի ձեզ։ Ես միջը վերջ ասեմ, ամբողջ օրը ստե կլինեք, բայց կարող ես կողքինիդ ասես Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա։ Ցույց տա քեզ իր դեմքը։ Եսայա 60-րդ գլխում այսպիսի գեղեցիկ օրհնյալ խոսքեր կա. Վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսը տեկել է։ Կարող ես կողքինիդ ասես, վեր կաց, լուսավորվիր, լույսը տեկել է։ Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա։ Ինչ հրաշալի է։ Շարունակության մեջ ասում է, որ ահա խավարը ծածկել է երկիրն ու մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը։ Դուրսը խավարը, բայց մեր վրա Տերն է ծագում, ամեն։ Ինքն է մեր արդարության արեգակը, Մաղաքիա 4:2-ում ասում է, նրանք, որ իմ անունից վախենում են, նրանց վրա պիտի ծագի արդարության արեգակը։ Նրանց վրա պիտի ծագի արդարության արեգակը եւ իր թևերի վրա ինչ բերի բժշկություն։ Ամեն։ Երբ որ Տերը ծագում է իմ ու քո վրա, երբ որ ես ու դու այդ հռչակումն ենք անում, դա իր հետ բժշկություն է բերում։ Շատ անգամ պետք չի հատուկ այդ հիվանդության անուն տալ, կամ պետք չի մենք երկար աղոթենք, ոք ասենք Տեր, այս մարդու վրա քո դեմքը պայծառեցրու։ Օրհնիր իրան։ Արո եղբայր ջան վերջում Աստված պայծառեցնի իր դեմքը քո վրա։ Ամեն եւ ընտանիքիդ վրա, եւ մամայի վրա։ Ամեն, բոլոր տան վրա։ Հալելույա։ Եվ շարունակության մեջ ասում է ծագում ու նրա փառքը երևում է քեզ վրա։ Եվ ման են գալիս ազգերը դեպի քո լույսը եւ թագավորները դեպի քեզ վրա ծագած պայծառությունը։ Երբ որ Աստված իր դեմքը քեզ ցույց տալի, դու լուսավորվում ես։ Եվ ուրիշները ման են գալի քեզ գտնեն։ Եվ սա որտեղից է գալիս, երբ որ մենք օրհնում ենք իրար։ Չենք փնովում, չենք բամբասում, չենք դատում, ասում եմ Տեր, թող քո լույսը ծագի եղբորս վրա։
Տեր թող դեմքը ցույց տուր իմ եղբոր։ Բայց արեցրու քո երեսը իրա վրա։ Եվ սա ամենահիանալի գերբնական օծության առիթն է, որ Տերը մեզ տալիս է։ Հիսուսը աշխարհի լույսն է, ամեն։ Եբրայեցիների հենց առաջի գլխում շատ սիրուն խոսք կա, երբ որ Հիսուսի մասին է խոսում, երրորդ խոսքում նրա մասին ասում է, որ նրա փառքի լույսը լինելով եւ նրա էության նկարագիրը Հիսուսը Հայր Աստծո փառքի լույսն է։ Եվ ինքը ասեց 9-րդ գլխում 4-րդ խոսքում, որ ես եմ աշխարհի լույսը, քանի որ աշխարհի մեջ եմ։ Ուրեմն այսօր իրար վրա հռչակենք Տեր, թող քո դեմքի լույսը գա եղբորս վրա։ Ամեն։ Թող պայծառանա եւ Եփեսացիս 5:14 արդեն շատերիս ծանոթ խոսք, որ ասում է վեր կաց, ով քնած եւ վեր կանգնիր եւ լուսավորվիր, որովհետեւ ահա լույսը եկել է։ Թող ավելի ճիշտ կարդամ իր տեղից։ Վեր կաց, ով քնած, վեր կանգնիր մեռելներից եւ Քրիստոսը կլուսավորի քեզ։ Ամեն։ Կարող ես կողքինիդ ասես վեր կաց, կանգնի, Տերը կլուսավորի քեզ։ Եկեք ոտքի կանգնենք, հռչակենք, մի քիչ խառնենք այս ժողովարանը, մոտեցեք իրար։ Ուզում ենք Տեր քո լույսը, քո պայծառությունը, քո դեմքը ցույց տաս քո ժողովրդին։ Օրհնյալ ես Տեր, ար իրար հռչակենք։ Տերը պայծառեցնի իր երեսը քո վրա, իր դեմքը քո վրա պայծառեցնի։ Ով որ Հիսուսի դեմքին նայում էր, լուսավորվում էր։ Հիմա մենք չենք կարող ֆիզիկապես իր դեմքը տեսնենք, բայց Սուրբ Օքին այստեղ է, որ հպվի քեզ։ Անգամ կարող ես ձեռքը դնես մեկի վրա ու ասես, թող Տերը լուսավորի քեզ։ Աստծո երեսը ցույց տրվի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քո վրա։ Շատ լուրջ հայտարարենք սա։ Հավատքով հայտարարենք։ Այնպես ասենք, որ հենց հիմա մի բան կատարվի։ Հալելույա, մոնիա։ Տիրոջ երեսը պայծառեցնի իր երեսը քո վրա։ Քույրեր, եղբայրներ, ասենք իրար, Տերը պայծառեցնի իր երեսը քո վրա։ Տերը լուսավորի իր երեսը քո վրա։ Հալելույա, հալելույա։ Փառքեստեր։ Հալելույա։ Կարող ենք ասենք իմ կյանքի լույսն ես, ուրիշ բան եք մտածում։ Փառքեստեր, հալելույա։ Օրհնյալ Տեր, օրհնենք իրար, հռչակենք իրար համար։ Տերը պայծառեցնի երեսը քո վրա, Արթուր ջան։ Ամեն, հալելույա։ Եվ ես իրա լույսը լցնի այստեղ։ Ուզում եմ լուսավորվենք բոլորս։ Մենք լուսավորչի թոռներն ենք։ Հալելույա, հալելույա։ Եվ առանց ձեռք դնելու էլ, առանց ասելու էլ ես հռչակում եմ ու ասում եմ, Տեր, պայծառեցրու քո երեսը մեր ժողովրդի վրա, մեր ընտանիքների վրա։ Կյանքի լույսն ես դու։ Կյանքի լույսն ես դու։ Այո Տեր, այո Տեր։ Իրական ու սուրբ ես դու։ Հավիտյան ինձ ապրեցրու։ Քո սուրբ երկնքում։ Քեզ հետ երկնքում։ Խավարը երբեմն բռնում է քո սիրտը, քո միտքը, քո աչքերը, տխրությունը կամ որևէ նեղվածություն, հիմա թող մեկը քեզ օրհնի ու ասի, Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա։ Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա։ Աստված թող իր քո միտքը լուսավորի, դու իր լույսին պետք ունես։ Ես հիշում եմ, երբ որ քանի տարի առաջ, 2 տարի 40 օր հետո արևը տեսանք, որքան ուրախացանք։ Մի արեգակի համար, որ մեր կարելի ասել արեգակնային համակարգի մեջ ամենափոքրերից է, երբ որ դրան տեսնում ենք ուրախանում ենք։ Հիսուս Քրիստոս
արդարության արեգակ։ Հարկ ու պատիվ քո սուրբ անվանը։ Հալելույա։ Լուսավորիր քո ժողովուրդը։ Քո լույսը գա, նորոգի մեզ։ Ամեն, 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 ամեն։ Ամեն։ Կարող ենք նստել եւ շարունակենք։ Բաժանեցիք։ Այ որոշ մասեր կբաժանեն, եթե ընտանիք եք մի հատ թուղթ վերցրեք, սա այսօր ձեր հետ կտանեք, տներում էլ կկարդաք, իհարկե թղթից դուրս շատ բաներ եմ ասել, հետո կլրացնեք։ Եվ մյուսը Աստված ողորմի քեզ։ Սա վատ բան է, թե լավ բան է։ Չէ, մենք մտածում ենք, որ մեկ են որ ասում ենք Աստված քեզի ողորմի մեղք ես, խեղճ ես, Տերը ողորմի քեզ։ Այո, երբ որ ասում ենք ողորմի, ոնց որ խղճալու խորհուրդ է, բայց այս բառը չի սիրելիներ։ Գրված է Աստծո խոսքում, որ Հիսուսը Ղուկասի ավետարանում, երբ որ ասում է, տեսավ այդ կնոջը գթած, այսինքն ողորմեց եւ ասեց լաց մի լինի։ Դա մի հատ աստվածային գութ է, հիմա ես սենց եմ ասում, Տեր, քո գութը շարժիր Սուսանի վրա։ Իսկան լավ բան եմ ասում, չես Սուսան, չես նեղանում։ Իսկապես թող Աստծո ողորմությունը գա, ամեն։ Եվ սա երբ է ասում, որ այս խոսքը կցած է վերևի խոսքին, ասում է, որ թող պայծառեցնի քո դեմքը, պայծառեցնի իր դեմքը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Այսինքն Աստծո ողորմությունը ժամանակ է գալիս, երբ որ իր դեմքը ցույց է տալիս քեզ։ Գիտեք, երբ որ մեկը ձեռք է դնում քո վրա աղոթում է, եւ դու զգում ես Սուրբ Օգու ներկայությունը, ու ներսդ մի ձև նորոգվում ու փոխվում է, օծություն ես զգում, այդ այն ժամանակը, որ Տեր իր դեմքը Սուրբ Օգու միջոցով քեզ ցույց է տալիս։ Այն ժամանակը, որ ինքը քեզ ողորմում է։ Մենք նրա ողորմությունները ամենտեղ գտնում ենք։ Երբ որ Տերը անցավ Մովսեսի առջևից, այսպես է գրված, եւ կանչեց Եհովա, Եհովա, Աստված ողորմած եւ գթած, երկայնամիտ եւ առատ ողորմությունով ու ճշմարտությունով, որ հազարների ողորմություն եմ անում։ Ինք իր մասին ասում, ես ողորմած Աստված եմ, հազարների ողորմություն եմ անում։ Եվ հիմա ես ինչ եմ մրցակում։ Աստված ողորմի քեզ։ Այսինքն իր շնորհքը ծածկի քեզ։ Ինքը մեզ ողորմեց, որ մեզ ներես, չէ՞։ Ես հիմա երբ որ դարձակում եմ, դրա մեջ գալիս է ներում, դրա մեջ գալիս է աստվածային ուշադրություն, դրա մեջ գալիս է ամեն տեսակ բարիք։ Մենք միայն գուցե այդ ողորմել բառը սովոր են մարդիկ, չէ՞, գնում են գերեզմաներ, երբ որ զեն ցավակցեն, չեն իմանում ինչ ասեն, ասում են Աստված ողորմի քեզ։ Չէ։ Ասում են Աստված ողորմի մամայիդ։ Հիշում եմ Պարսկաստանում իմ պապայի 40-ն էր, եկեղեցու բակում էինք, դե հավատացյալները այդպես չեն ասում, հավատացյալները ասում են Տերը մխիթարի քեզ, Սուրբ Օգու մխիթարությունն է, որտեղ ինչ որ ողորմություն պիտի լիներ, մինչև հիմա եղել է։ Հիշում եմ մեզ շատ մտերիմ քույրերից մոտեցավ ինձ sense ասավ Ռաֆի ջան, Աստված ողորմի պապայիդ, ասում եմ, քեզ ողորմի։ Հիմա այդ լուրջ պահի մեջ բոլորը մեկ կիսա լացակոմած, այն ծիծաղն է եկել, ասում ինձ ասեմ, հա, քեզ ողորմի, ված բան չեմ ասում։ Մենակ խղճալը չի, որտեվ այո, Աստված ողորմած է, մենք ողորմելի։ Բայց ողորմելը չի շագում, ես շատ խեղճ եմ, այլ ես արժանացել եմ նրա ողորմությանը, ամեն։ Եվ սա գեղեցիկ բան է, որ մենք կարող ենք հռչակենք իրար վրա, հռչակենք մեր ընտանիքների վրա, հռչակենք մեր զավակների վրա, ինձ են օրհնության նման էլ չասենք, մի հատ եղբայր ասում են, Տերը քեզ ողորմի, այդպես չասենք, այլ սա օրհնություն է, որովհետև այս ողորմությունը երբ է գալի, երբ որ իր լույսը կպնում է քեզ, երբ որ իր դեմքը ցույց է տալիս քեզ, երբ որ Աստված գալիս է քո կյանքի մեջ, դու զգում ես այդ, եւ դրա համար այդ դեպքում ողորմությունը օրհնությունը, ամեն, ոչ միայն մենակ մեզ խղճում է։
ներում ու թողություն կա, Սաղմոս 25:16 ասում է, ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մենակ եւ ինչ եմ, խեղճ եմ ես։ Սաղմոսի երկողը ասում է, ինձ ողորմիր Տեր, որ ես մենակ եմ։ Կա մեկը մենակ ազգում, ասում եմ Աստված քեզ ողորմի։ Ամեն։ Այ քեզ իսկարիք ունեմ։ Երբ որ խոսում ենք ողորմությունից, խոսում ենք շնորհքից։ Այսինքն ինձի, եթե խղճում է, կամ ողորմում է, կամ իր գութը ցույց է տալիս, դա անում է հանուն իր որդու Հիսուս Քրիստոսի կատարած գործի խաչի վրա։ Ամեն։ Եվ հաջորդ խոսքը Սաղմոս 9:13 ողորմիր ինձ Տեր եւ տես իմ նեղությունը։ Չէ, էս էլ է լավ։ Ով է նեղության մեջ։ Ով է նեղության մեջ, էսի կարող եք ձեր բարձրացնեք։ Ով կողքինը թող իրան ասի, որ Աստված ողորմի քեզ։ Ամեն։ Որտեղ ինքն ասում, ողորմիր ինձ ով Տեր։ Հարյուրավոր այսպես խնդրվածքներ կա Աստծո խոսքի մեջ։ Եվ Հիսուսի մոտ մարդիկ ծունր էին դնում եւ այսպես են ասում։ Օրինակ, կանանացի կինը Մատթեոս 15:22-ում այդտեղ խոսքը կա, ասում է. Տեր, ողորմիր իմ աղջկան։ Չէ, ինչ էր, աղջիկը դիվահար էր, երբ որ ինքը ասում է ողորմիր, այսինքն ինչ արա, ազատագրիր իմ աղջկաս։ Ամեն։ Եթե դու ասում ես մեկին հիմա ողորմիր իրեն, Աստված ողորմի քեզ, այսինքն ազատագրի քո ընտանիքին։ Այսինքն դրա մեջ ծածկված է, որ Աստված ազատագրի քեզ։ Հալելույա։ Ինձ հետ եք ժողովուրդ, թե թղթերի հետ Աստված ողորմի քեզ։ Հետո Կույր Բարտիմեոսը Մարկոս 10:47 ասեց. Դավթի որդի, ողորմիր ինձ, ինչ էր ուզում։ Աչքերը տեսնեն, այսինքն հետ։ Եվ Հիսուսը ողորմեց, աչքերը տեսավ։ Ով է հիվանդը զգում։ Աստված ողորմի քեզ այսօր։ Ամենում տեսողությունն է թույլ։ Աստված ողորմի քեզ։ Ամեն Տեր քո ողորմությանը ես կարիք ունեմ։ Ինչ հիանալի աղոթք ու հռչակում ասա։ Եվ Լուսնոտ տղայի հայրը եկավ ասավ. Տեր, ողորմիր ինձ տղաս էպիլեպսիկ անընդհատ ու շատ թափվում է կրակի մեջ ակցում եւ Տերը ազատագրեց այդ տղային։ Կանանացի կնոջ աղջիկը ազատագրվեց, բժշկվեց, որտեվ հռչակվեց, որ ողորմիր ինձ։ Տերը բժշկում ու ազատագրում է։ Ուրեմն մենք էլ իրար վրա հռչակենք, մեր տան անդամների վրա հռչակենք, Աստված ողորմի քեզ։ Մարինե, Աստված ողորմի քեզ Մարինե։ Ամեն։ Աստված ողորմի քեզ Անահիտ։ Աստված ողորմի քեզ Վազգեն։ Ամեն։ Սա հռչակում եմ հավատքով ձեր կյանքի վրա։ Ամեն, ամեն մեկիս, ամեն։ Եվ կարող ես դու կողքինիդ ասես, որ Աստված ողորմի քեզ, իր ողորմությունը, որտեղ գթառատա, մեծա, իր խիղճը, մենք կարող է իրար չողորմենք, մենք կարող է իրար չխնայենք, բայց Տերը ողորմած է, ամեն։ Եվ Սաղմոս 6-րդ Սաղմոս 2-րդ խոսքում ասում ողորմիր Տեր ինձ, որովհետև տկար եմ եւ բժշկիր ինձ։ Իսկ ուզեմ հիվանդները ոտքի կանգնեն, ովքեր որ հիվանդություն ու տկարություն ունեն, եւ այս խոսքը կրկնեն, մենք էլ իր վրա հռչակենք, ասենք ողորմիր ինձ Տեր, որովհետև տկար եմ եւ բժշկիր ինձ Տեր։ Ողորմիր ինձ Տեր, որովհետև տկար եմ եւ բժշկիր ինձ Տեր։ Այո Տեր, մենք ուզում ենք հիմա այս սիրելիներին ողորմես եւ դուք որ իրա կողքն եք, ձեռքը բռնեք, իրա վրա ձեռք դրեք ու ասեք Աստված ողորմի քեզ։ Հիսուսը մեծ ժողովուրդներ տեսնելով գրված է գթած նրանց վրա, ռոքնած ու ցիրուցան էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Եվ հետո ասում է, որ նրանց բժշկեց, մորոքեց, հիմա մենք Աստծո բժշկությունն ենք հռչակում այս սիրելիների վրա։ Այո Տեր, քո ողորմությունն ենք հռչակում, քո երեսի լույսը հիմա հպվի իրենց։ Սիրելիներ, ձեր ձեռքերով հպվեք իրենց, ձեր ձեռքերով հպվեք իրենց։
Եթե մոտակայքում կան հատուկ հովիվներ, ծառայողներ, աղոթքի թող կպնեն այդ մարդկանց։ Եվ դուք էլ բոլորը այսօր հռչակում ենք Աստված ողորմի, Աստված ողորմի, Աստծո բժշկությունը, այո, Տիրոջ բժշկությունը գա, Աստծո ողորմությունը, քո կյանքի, քո մարմնի վրա, Հիսուսի անունով, Տեր Հիսուսի անունով, հալելույա, նրա արյունը զորավոր է, ամեն, խաչի վրայի թափված արյունը, որ քեզ բժշկի, հալելույա, վերցրեք ձեր բժշկությունը, և եկեք բոլորս իրար ասենք, Աստված ողորմի քեզ, ողորմությունը տարածի քո վրա, Աստված քեզի իսկապես իր ողորմությունով լցնի, և երկու կետ էլ ասենք ավարտենք, 5-րդ ասում է, որ Աստված բարձրացնիր երեսը քեզ վրա, հետաքրքիր մի քիչ նման է, չէ, առաջին ասավ Աստված պայծառեցնիր երեսը քեզ վրա, հիմա ասում է Աստված բարձրացնիր երեսը քեզ վրա, առաջինն ասում է, որ Աստված իր երեսը, ինչպես որ ընդեղ ասեցինք առաջինից, ցույց տա քեզ, բայց էսի իսկական թարգմանությունների մեջ ասում է, որ Աստված իր երեսը դարձնի դեպի քեզ։ Չէ, գրված է, որ Հիսուսը հետ դառավ եւ նայեց։ Ինչ լավ է, չէ, մենք պահա գալի ասում ենք ինքը ինձ նայեց։ Ես զգացի, որ ինքը կպավ ինձ, կապվեց ինձ։ Եվ սա հիանալի աղոթք է, որ Աստծո ծառաները, ընտանիքի հայրերը որպես քահանաներ, մենք որպես ավագներ, ծառայողներ մեր ամեն ծառայության մեջ, կարող ենք մեր եկեղեցու վրա, մեր խմբի վրա, մեր տան վրա, մեր հարևանության մեջ հռչակենք եւ ասենք, թող Աստված իր երեսը ինչ անի բարձրացնի քո վրա։ Ուզում ասի, որ ոնց որ այսպես է, հետո ինքը նայում է քեզ։ Ամեն։ Կարիք ունես դրան։ Հիսուս նայի ինձ ինչ կլինի։ Ամեն։ Կարիք ունեմ նայես ինձ։ Իհարկե սա ֆիզիկական բան չի, որ ասենք հիմա այնքան սպասենք մինչև տեսնենք, երբ որ մենք գալիս ենք նրա ներկայության մեջ, խորանում ենք նրա ներկայության մեջ, գալիս է այն պահը, որ զգում ենք, ինքը այնքան է ինձ մոտեցել, ես այնքան եմ զգում նրան, նա այնքան իրական է, նա այնքան շոշափելի է, դու այնքան քաղցր է, որ կարծես թե իր երեսը բարձրացրել է իմ վրա։ Երեխեքը շատ են սիրում, չէ։ Մամ, այսինքն նայի ինձ։ Հասա լսում են, չէ նայի ինձ։ Մի հատ շրխկացնում է նայի ինձ, վայ, մաման էլ հետ է խփում։ Բայց փառք ասում էր երկնային հայր ինձ մի անգամով նայում է, հետ էլ չի խփում։ Հիմա ասենք պապ նայիր ինձ։ Եվ կողքին ասենք, որ թող պապան քեզ նայի։ Ամեն։ Թող իր դեմքը դարձնի դեպի քեզ։ Ուղիղ նայի քեզ։ Երբ որ դու մեկին ուղիղ նայում ես, այսինքն իրան ուշադիր ես։ Լսում ես իրեն։ Ամեն։ Տեսնում ես իրեն։ Հասկանում ես իրեն, լրիվ նայում ես։ Մարդիկ շատ են սիրում խոսելուց դու նայես, քո երեսը բարձրացնես իրենց վրա, եւ սա մեր Տիրոջ ձևն է։ Դավիթը 40 Սաղմոսի առաջի խոսքում ասում է. «Սպասելով սպասեցի Տիրոջը, նա դեպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց»։ Այսօր ես հռչակում եմ Աստված նայի մեր եկեղեցուն, Աստված նայի մեր ժողովրդին, Աստված իր երեսը դարձնի դեպի ձեզ, դեպի ձեր ընտանիքը, տունը, եւ իր դեմքի հայացքով բոլորս նորոգվենք ու բժշկվենք։ Ամեն։ Տեր, շնորհակալ ենք, որ դու այստեղ ես, շնորհակալ ենք, որ դու մեզ հետ ես, եւ ուզում ենք, որ այդպես նայես մեզ, Տեր։ Երբ որ Լիան, իրանց աղջիկը չէ, այն Լիան, ինքը մերժված կին էր, երեխա չէր ունենում, Տեր իրան զավակ տվեց։ Ծննդոց 29-րդ գլխում ենք կարդում սրա մասին գրած թղթի մեջ 32 խոսքում, որ երեխա ունեցավ անուն դրավ Ռուբեն, այսինքն ահավորթի։
Եվ ասում է անունը Ռուբեն դրավ եւ ասեց Աստված տեսավ իմ տառապանքը։ Օ, ինչ լավ։ Կարծես թե ունդ է գրած է Տերը տեսավ Լիայի։ Ինչ լավ է, չէ՞, Հիսուսը տեսավ Նաթանայելին ծառի տակ, տեսավ ավազակին իր կողքը, տեսավ Զաքեոսին ծառի վրա, մեր աչքերը չի կարող այդպես նայել, բայց իր հրաշալի, սիրով լցված, օրհնված հայացքն ու դեմքն ու աչքերը նայում են մեզ։ Ամեն։ Ես հավատում եմ, որ ինքը նայում է ինձ, դու ինչպես։ Եվ հռչակենք իրար վրա, թող Աստված նայի քեզ, իր երեսը բարձրացնի քո վրա։ Իսկապես Տերը բարձրացնի։ Լիան Աստծո աչքերը բերեց իր տունը։ Այսօր Աստծո աչքերը քեզ է տուն տար։ Տեր շնորհակալ եմ, որ նայում ես, երեսը բարձրացրու իմ ընտանիքի վրա։ Թող այդ հիվանդության անեծքից բրծնեն, ամեն։ Թող ֆինանսական անեծքից բրծնեն։ Քո երեսը բարձրացրու, Տեր։ Ես քո դեմքն եմ ուզում։ Հովիվների դեմքից բան չեք ստանա։ Մեր դեմքերը շատ բան չի կարող տա։ Մեր Հովիվ Էդվարդ եղբայրը մի հատ խոսք էր ասում, ասում էր, եթե մեկի ուզում է դժոխքի բան դրախտի մասին խոսի, պիտի իր դեմքը շատ sense պայծառ, փայլուն դեմք ունենա։ Բայց եթե ուզում է դժոխքի մասին խոսի, մեր հենց այդ դեմքը բավական է։ Ասենք մեր նորմալ դեմքը բավական է։ Մեր դեմքերը չեն կարող այն տան, բայց Աստծո երեսի լույսը, երբ ասում ենք երես, այսինքն իր ներկայությունը, ամեն։ Ինքը այստեղ է։ Ամեն։ Եվ Հիսուսը, երբ որ Հովանու 8-րդ գլխի 10 խոսքում այդ շնացող կնոջ մի կին էր մեղքի մեջ էր ընկերին Հիսուսի մոտ, ասին մեր օրենք ասում է քարկոծեք իրեն։ Հիսուսը ասա, որ մեղք չունի, թող առաջի քարը գցի եւ գրված է։ Հիսուսը գլուխը կախ գետնի վրա գրում էր։ Հետո սենց է գրած. Հիսուսը վեր նայեց։ Ու ոչ ոք չտեսավ մենակ այդ կինը։ Երբ Հիսուսը նայեց այդ կնոջը, կնոջ դատապարտությունը գնաց։ Ինչ հրաշալի էր, ամեն։ Տեր, նայիր իմ աղջկան, նայիր իմ տղային, դեմքդ բարձրացրու, նայիր իմ տանը։ Ինչպես նայեցիր այդ կնոջ ու այդ կինը մահից դեպի կյանք գնաց, այսօր նայիր, ամեն։ Եվ ընդունենք, որ ինքը նայում, ամեն։ Երբ որ իր հայացք, եւ մենք այս ենք իրար, Հիսուսի հայացքն եմ քո վրա հռչակում, ամեն։ Երբ որ Սողոմոնը մեծ տաճարի բացումն էր անում, ասում էր Տեր, թող քո աչքերը միշտ այս տան վրա լինեն։ Դու էլ կարող ես քո տան վրա հռչակես ու ասես Տեր, քո աչքերը թող մեր տան վրա լինեն։ Մարիամը, երբ որ Ղուկասի 1:48-ում ասում է ինչ, դու քո աղախնի ինչի խոնարհությանը մտիկ տվեցիր։ Մարիամ ասում է նայեցիր, Տերը տեսել է քեզ։ Ողքինիդ ասա, Տերը քեզ տեսել է։ Նայում է քեզ, ինչ հրաշալի է։ Հալելույա։ Փառք Տեր, փառք Տեր։ Հիսուսը Պետրոսին ասում, Հիսուսն էլ նրան մտիկ տվավ ու ասեց. Սիմոն Հովնանի որդի, դու պիտի Կեփաս կոչվես, որ թարգմանվում է Պետրոս։ Հիսուսը նայեց նրան, անունը փոխեց, եւ այսօր թող նայի մեզ ու մեր կյանքը փոխվի, ամեն։ Եվ ամեն խնդրողին ասենք նայիր եւ Տերոջից ինչ կանես կլուսավորվես։ Հալելույա։ Թող Աստված իր երեսը բարձրացնի քո վրա։ Կարող ես ասես կողքին։ Կամ իր ձեռքը բռնես ու ասես Տեր, քո երեսը բարձրացրու իմ քրոջ վրա։ Քո երեսը բարձրացրու իմ եղբորի վրա։ Քո երեսը ցույց տուր։ Հալելույա։ Նվարդ քրոջան, թող Աստված իր երեսը բարձրացնի քո վրա ու քո մատների վրա։ Քո կյանքի վրա, քո տանը վրա, ամեն քո ընտանիքի վրա եւ բոլորիս վրա սիրներ Աստված իր երեսը բարձրացնի մեզ վրա։ Հալելույա, փառք Տեր, փառք Տեր։ Քեզ շատ ենք սիրում Տեր, հալելույա։ Մենք եկենք քո ներկայությունը շատ անուշ է։ Երբ որ իր ներկայությունը կա, միջև վերջի կետը ասենք սիրելներ, ամեն ինչ կա։ Եվ ես դա կարիք ունեմ։ Այս դարվա մեջ Աստծո փնտրողները քիչ են։ Գուցե Աստծո մասին խոսողները շատ են,
բայց իրեն փնտրողները քիչ են։ Իր երեսը փնտրողները, իր հետ առանձնացնողները եւ իրեն կանչողները։ Նա ամեն տեղ կարող է իր երեսը բարձրացնել քո վրա։ Տան մեջ, ճանապարհին, մեքենայի մեջ, փողոցում, քնի ժամանակ, պարկած տեղը ուղակի քո սրտի աղոթքես են Տեր քո երեսը բարձրացրու իմ վրա եւ կողքինիս վրա իրար օրհնենք ու ասենք Տեր թող Տերը իր երեսը բարձրացնի քո վրա։ Ամեն Տեր իր երեսը բարձրացնի քեզ։ Հալելույա, փառք քեզ Տեր։ Վրեժ ջան Տեր իր երեսը բարձրացնի քեզ։ Նայիր մեզ ով Տեր։ Երբ փոխում ես Տերս իմ հոգում դու, գոհությամբ է իմ հոգին լցվում։ Երբ փոխում ես Տերս իմ սրտին դու, սիրտս է երգում։ Սիրում եմ քեզ, Տեր, երկրպագում եմ քեզ Տեր, Հալելույա, փառք քեզ Տեր։ Եկեք իրար համար հաշվենք։ Կողքինիդ աս Աստված օրհնի քեզ։ Աստված պահի քեզ։ Աստված իր երեսը պայծառեցնի քեզ։ Աստված ողորմի քեզ։ 4 Աստված իր երեսը բարձրացնի քեզ։ Եվ մի հատ լայք տանք ասենք։ Աստված ողորմի քեզ։ Աստված խաղաղություն տա քեզ։ Ամեն։ Այս վերջի լայքը շատ լավ է։ Աստված խաղաղություն տա քեզ։ Անայդ, Աստված խաղաղություն տա քեզ։ Առավոտից ավազում։ Բայց սա ոչ թե որ մեկը անխաղաղ է ասում ենք։ Սա ոչ թե ուզենք մարդուն ասենք, որ դու շատ անխաղաղ ու ներվային ու ջղային ու շպրտող ու ցող ու ջարդող ես, չէ, այլ Աստծո խաղաղությունն է սփում է։ Եվ սա երբ է գալի, այս երկուսը ողորմությունն ու խաղաղությունը կպած է Աստծո դեմքին, որտեղ երկուսի մեջ առանձին չի ասում, մի հատ ստորակետ է դրած, ասում Աստված իր երեսը բարձրացնի քեզ վրա, չէ, եւ խաղաղություն տա քեզ։ Ողորմությունը, խաղաղությունը Աստծո երեսի հետ է կապված։ Եվ ես օրհնում եմ եւ ասում եմ Աստված խաղաղություն տա քեզ։ Այն ինչ որ մենք շատ այս օրերի մեջ կարիք ունենք, ամեն Աստծո գեղեցիկ անուններից մեկը ինչ է, Եհովա Շալոմ։ Շալոմ հենց իրանց բարևն է, խաղաղությունն է, խաղաղության Աստված։ Կարող է փոթորկոտ սիրտ ունես, ընտանիքիդ մեջ փոթորիկ է, ես ասում եմ, որ Աստված խաղաղություն տա քեզ։ Հալելույա։ Հենց ինքդ քեզ ասա, Աստված խաղաղություն տա քեզ։ Դատավորած 6:24-ում այդպիսի զոհասեղան է շինում Գեդեոնը։ Եվ Հիսուսի գեղեցիկ անուններից մեկը Եսայա 9-րդ գլխում 6 խոսքում ինչ է, խաղաղության իշխան։ Օ, ինչ հիանալի է։ Խաղաղության իշխանը իր սուրբ ոգով բնակվում է մեր մեջ։ Ամեն։ Խաղաղության իշխանը իմ Տերն է։ Եվ ես այդ խաղաղությունը այսօր վերցնում եմ։ Կողքինիդ ասա, Աստված խաղաղություն տա քեզ։ Սա ամենագեղեցիկ օրհնանքն է, որ կարող ենք Աստծո ժողովրդին տանք։ Հիսուսը Մատթեոսի 11:28-ում ինչ ասում, ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու վաստակածներ, եւ ես ձեզ ինչ կտամ, հանգիստ։ Մտեք իր թևի տակ, մոտեցեք իրեն, կանչեք իրեն։ Գիտեք, հրաշքները Աստված անում։ Մի սպասեք, մեկ աղոթի ձեր կյանքում բաներ փոխվի։ Կլինի,
բայց երբ դու Աստծուն մոտենաս, ինքը ուղիղ կանի։ Ամեն։ Կտա ինքը, երբ որ դու իրեն ես ուզում, ոչ թե ուզում ես, ես եկել եմ ես Աստծո դուրը, բալք եմ ես բանը, կյանքիս մեջ լուծվի։ Չէ, ես եկել եմ, չեմ եկել իրա դուրը, ես եկել եմ իրա բուրը։ Ես եկել եմ իրեն վերցնեմ, ես եկել եմ իր հետ կապ հաստատեմ, ես իրեն եմ ուզում, ես բժշկությունը չեմ ուզում, ֆինանսական օրհնությունը չեմ ուզում, սրտիս մեջ ասում ով ասավ չեմ ուզում եմ, լավ էլ ուզում եմ, էնել եմ ուզում, բայց առաջնահերթ նրան եմ ուզում, ամեն, դու որ լինես, ամեն ինչ կլինի։ Հիսուս երբ որ աշակերտները վախվորած սենյակում էին վերնատանը, մտավ ներս եւ ինչ հարավասավ խաղաղություն ձեզ, ինչ լավ էր, չէ, օրեր էր չէին տեսել, մտածում են ինչ կլինի մեր կյանքը, եթե դու վախերի մեջ ես, ես ասում եմ Աստված խաղաղություն տա քեզ, ամեն, ողքենիդ ասա Աստված խաղաղություն տա քեզ, ես մեր աշխարհում խաղաղ տեղ չկա, առայժմ Հայաստան ամենախաղաղ տեղն է, մի անգամ փառք տանք մեր Հայաստանի համար, ես ո միշտ եմ փառք տալի։ Իսկապես շատ կարելի է խոսել, բայց մենք որպես ծառաներ խաղաղության ավետաբերներ լինենք։ Մեքենաների մեջ, ճանապարհների մեջ, ամեն տեղ։ Եկեք կանգնենք ոտքի եւ ավարտենք եւ ասենք Տեր, քո խաղաղությունը թող մեզ վրա լինի։ Հիսուս ասեց, որ տուն որ մտնեք, այդ տանը ինչ ասեք, խաղաղություն։ Այսօր գնացիք ձեր տուն, ասեք, խաղաղություն է տանը, ինչ լավ է։ Եվ այնտեղ եթե խաղաղության որդի լինի, ձեր խաղաղություն նրա վրա կմնա, եթե չէ, ձեզ վրա կվերադառնա։ Որտեղ որ մտնում եք, ում որ տեսնում եք, ասեք, Աստված խաղաղություն տա քեզ։ Իրա խաղաղությունը տա քեզ, իր իսկ խաղաղությունը քեզ բաժին հան։ Ամեն։ Եվ Պողոս առաքյալը այսպես է գրում. Եվ խաղաղության Աստվածը խորտակի սատանային ձեր ոտքերի տակ շուտով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը լինի ձեզ հետ։ Ամեն։ Ինչ ասում, ով է խորտակում սատանային մեր ոտքերի տակ։ Խաղաղության Աստվածը։ Երբ որ հռչակում ենք խաղաղություն, սատանան պարտվում է մեր կյանքի մեջ։ Ոնց եք զգում ժողովուրդ իսկականից, ես լավ եմ զգում։ Հասարակ խոսքեր ենք ասել, չէ, բայց որտեղ մեր Տիրոջ անունով ենք ասում, ամեն բան գեղեցկանում է։ Եվ Պողոս առաքյալը ասում է, եւ խաղաղության Աստվածը ձեր ամենի հետ լինի։ Եվ Տերը այսպես ասեց, այս հռչակումներ, երբ որ վերջանում է, Տերն ասում է, եւ իմ անունը Իսրայելի որդկանց վրա դնեմ, ես կօրհնեմ նրանց։ Որտեղ բոլոր այս օրհնությունների մեջ ինչ կա, Աստծո անունը կա։ Ամեն։ Եվ բարձր ասենք, Աստված պահի քեզ, Աստված օրհնի քեզ, Աստված իր երեսը պայծառեցնի քեզ վրա, Աստված ողորմի քեզ, Աստված իր երեսը բարձրացնի քեզ վրա եւ խաղաղություն տա քեզ։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր։ Շալոմ Ադոնայ։ Եկեք խաղաղության Աստծուն այս երգով կանչենք այստեղ խաղաղության Աստված խաղաղության Աստված Առաջ մեր գնանք հետո կերտանք գտե Գիտեք ինչ եմ հասկանում, երևի թե պիտի ուրախ երգենք Ոնց որ դուք տրամադրված եք փառաբանելու, որտեվ Աստված օրհնել է քեզ։ Ամեն։ Հալելույա։ Հենց եկեք մի անգամին։ խաղաղության Աստված։ Այո, հետո կարողացնենք։ Խաղաղության Աստված։ Խաղաղության Իրար համար երգենք։ Խաղաղության
Shalom Adonai. Shalom Adonai. Shalom. Shalom Adonai. Shalom. Արածենք մեր ձեռքերը. Shalom Adonai. Shalom Adonai. Shalom. Shalom Adonai. Shalom Adonai. Shalom Adonai. Աստված օրհնի ձեզ։ Ամեն, Աստված պահի ձեզ։ Իր երեսը պայծառեցնի ձեզ վրա։ Աստված ողորմի ձեզ։ Աստված իր երեսը բարձրացնի ձեզ վրա եւ Աստված խաղաղություն տա ձեզ։ Եվ հիմա մեր բարախոթը, մեր բարուխը, մեր բարախը, ինչ որ ասենք, երգենք, օրհնենք Տիրոջը եւ Բարուխ Ադոնայով վերջացնենք այսօրվա մեր օրհնյալ ժողովը։ Ինչպես անցյալ անգամները, ովքեր որ եթե աղոթքի կարիք ունենաք այսքան օրհնությունից հետո, ձեր աթոռներին նստած կմնաք եւ կմոտենան ձեզ աղոթքի ծառայողները։ Օրհնված եք։ Տարեք ձեր տները, տարածեք ձեր տների մեջ, ձեր ընտանիքների վրա եւ նրանց ում որ ծառայում եք։ Shalom բարեկամներ, Տիրոջ որ շալոմ, շալոմ աստծոհատի, շալոմ, շալոմ, հոգուր աղմուծան, և քաղցր շպիտով, եկեք միասայնենք, շալոմ, շալոմ, հոգուր աղմուծան, և քաղցր շպիտով, եկեք միասայնենք, շալոմ,